ամենազվարճալին բանն է, էլի, այս պատմությունների մեջ Բիսմարքի խոսքերն են մեջբերում հաճախ պատերազմի ժամանակ որսից ինչ է հետո ընտրություններից առաջ, հա, ոչ ոք ավելի շատ չի ստում, քան թե այդ ժամանակ, հա, ու պարզվում է, որ այսօր առավոտ, հա, Սպիտակ տունը հաղթանակ է հայտարարել Իրանի հետ հրադադարի մասին հայտարարությունից հետո BBC-ն է սա հաղորդում, սա Միացյալ Նահանգների հաղթանակն է, որը իրականացրեցին նախագահ Թրամփը եւ մեր անհավանական զինվորականները, հա։ Սպիտակ տան մամլոք քարտուղարն է գրած եղել։ Սա վերաբացվել է Հորմուզի նեղուցը, որը, ինչպես ասացի, մի քանի ժամ առաջ նորից փակվել է, հա։ Եվ շարունակությունը մեր բանակի հաջողությունը ստեղծեց առավելագույն լծակներ, թույլ տալով նախագահ Թրամփին եւ թիմին մասնակցել դժվար բանակցություններ վարելուն, որոնք այժմ հնարավորություն է ստեղծել դիվանագիտական լուծում երկրատև խաղաղության համար։ Հա, Թեհրանը հետևյալն է հայտարարել. Թշնամին անհերքելի պատմական եւ ճախճախից պարտություն կրեց իրանական ազգի դեմ մղվող վախկոտ անօրինական եւ հանցավոր պատերազմում։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի Գերագույն խորհրդի հայտարարությունը։ Երկուսն էլ հաղթել են, էլի, մի խոսքով իրար փրթել, քերթելու, մորթելու պատերազմում 40 օր տևած պատերազմում։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։